Ընդամենը 300 մետր երկարության Շահինյան փողոցը 2024 թվականին պետք է նորոգված լիներ։ Սուբվենցիոն հայտով այդ տարվա այն 20 փողոցների շարքին է դասվում, որոնց ամբողջական ասֆալտապատումը մինչև հիմա ավարտված չէ։ Հին տարուց մնացածն անցած 2025-ի ամռանն են սկսել նորոգել։ Շահինյանը դեռ խճապատ է, շինարարություն նկարահանման պահին էլ օրը ցերեկով չկար։ Եվս 6 այսպիսի փողոց կա առանջին աշխատանքի։ Պայմանը այսպիսին եղել, որ 2/3-ը պիտի հանձնեին, այսինքն շինարարը կատարել են պայմանագրային պարտավորությունը կատարել են։ Հիմա մնացած 7 փողոցը հիմա ընթացքի մեջ են եւ առաջիկայում շատ շուտ կավարտվեն դրանք։ 2024 թվականի ծրագրով 2025-ի նորոգումներն ավարտել են 13 փողոցներում, որոնց համար երաշխիքային ժամկետ է գործում։ Եթե 3 տարվա մեջ թերությունների հայտ կան, շինարարն իր միջոցներով է վերացնելու։ Իսկ դրանք նոր հիմնանորոգվող փողոցներում բազմաթիվ են։ Նոր սարքած փողոցներում նաև ներքին կոմունիկացիոն ցանցի վտարների պատճառով է կրկնակի գործ բացվում։ Այն որ դրանք մեծ մասը հնամաշ համակարգեր են, երբեմն հատկապես էլեկտրոցանցի պարագայում վտարներ են տեղ ունում, բնականաբար վտարը պետք է վերացվի։ 2024-ի ծրագիրն անավարտ է, 2025-ի սուբվենցիոն փաթեթով էլ հաստատված 18 փողոցներում աշխատանքների մեկնարկը տրված չէ, թեև շինմրցույթներն ավարտել են, ընկերությունները հայտնի։ Նման տեմպերը ենթադրում են, որ 2026 թվականի սուբվենցիոն փաթեթ մտած 21 փողոցների հիմնանորոգումը հազիվ թե ժամանակին սկսվի։ Փողոցներով նախագծերն ունեն, բայց շինմրցույթ դեռ չի եղել։ Փողոց ասելով մենք պիտի հասկանանք, որ սրանք լիարժեք ամբողջական փողոցներ չեն, փողոցի մասեր են։ Նու ինչպես գիտեք, փողոցները ըստ հարմարության, նաև մենք կաբող օղակներ, այնտեղ նրբանցներ կան, փագուղիներ կան, անցումներ կան, այդ բոլորը մեր մոտ միավոր է, առանցին միավորով հանդես գալիս։ 2024-ի անավարտ 7 փողոցով 2025 թվականի 18, 2026-ի 21 փողոցներով դեռ չսկսված ծրագրերով, այդուհանդերձ քաղաքապետարանում 2027 թվականի համար են սուբվենցիոն փաթեթ կազմել, որում ընդգրկված է 48 փողոց։ Հաջորդ տարվա համար գրված ծրագրում միայն փողոցներ չեն, համայնքային ենթակայության 2 մարզական կառույցների հիմնանորոգում են առաջարկում։ Մեկը Գյումրի համայնքի Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոց խաղակի շենքի վերակառուցումը, փորձում ենք ամբողջությամբ վերանորոգել մարզադպրոց ամբողջությամբ ենթակառուցվածքներ նույնպես եւ դրան գումարած բացօթյա մարզասրահ։ Երկրորդը Գյումրի համայնքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց խաղակի մասնաշենքի կառուցում։ 2027-ի սուբվենցիոն փաթեթը ավականու նիստում էր քննարկվելու, բայց բանը դրան չհասավ, նիստը տեղի չունեցավ։ Միաժամանակ քաղաքապետարանը շարունակում է սպասել 10 էլեկտրական ավտոբուսների Գյումրի տեղ հասնելուն, որոնք 2023 թվականից են հաստատվել։ Տեխնիկական խնդիրներ կան, որոնք խանգարում են իր կրող ընկերություններին մասնակցել մրցույթներին։ Ներկայացված տեխնիկական բնութագրերով նշված գումարով մենք չենք կարող ձեռք բերել 10 էլեկտրական ավտոբուս, դիմեցինք մեր մարզբետարանի գործընկերներին, որովհետեւ 10-ի տեղը նույն գումարով ձեռք բերենք 9 մեքենա, նրանք էլ ուղարկել են նախարարությունը հիմա ընթացքի մեջ է։ Սպասման մեջ է եւս 2 ծրագիր՝ 100 սոցիալական բնակարաններով 2 շենքերի կառուցման եւ ջերմակ հիվանդանոցի վերականգնման առաջարկներով։ Բնակարանաշինական ծրագիրը ոչ հաստատվում, ոչ էլ մերժվում է, իսկ ջերմակի համալիր փորձաքննությունը նոր է ավարտվել։ Այն ուղարկվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։